Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվարի 10-ի լուսնային միացումներն են, որոնք բավականին կարևոր են, դրա համար ցանկացա թեկուզ ավելի ուշ ժամի եւ ձեզ անպայման ասել։ Հատկապես պետք է հասկանալ, որ այստեղ ունենք շատ լարված միացում հենց Ուրանի հետ, որը տեղի ունենում գիշերը, այդ օրը գիշերը, այսինքն ամսի 10-ի գիշերը լույս 11, որպեսզի հետևեք ձեր էլեկտրականությանը, գազերին, յուրաքանչյուր բան այն ինչ որ հնարավոր է պայթի, հնարավոր է փչանա։ Անպայման պետք է ուշադրություն դարձնել։ Իսկ լավ միացում, այստեղ լարված միացումները ասեմ, հետո նոր լարված միացում նաև ունի առավոտյան ժամը 7-ից մինչև ժամը 13:00 Դա Վեներայի հետ է լարված միացումը, դա նշանակում է, որ կանանց հետ խնդիրներ կարող են առաջանալ, հատկապես այդ ժամը աշխատանքային ժամ է եւ կարող է կանանց հետ, եթե չեք աշխատում տանն եք նստած, ապա եւս տան կանանց հետ խնդիրներ կարող են առաջանալ։ Սիրո հետ կապված, գումարի հետ կապված, պետք չի ոչ մեկին գումար տալ, վերցնել պարտքով։ Այո, մարդիկ ավելի զգայուն կլինեն, կանայք հատկապես զգայուն կլինեն եւ կզգաք, որ տղամարդը ձեր հանդեպ այդքան էլ սեր չի տածում ավելի, այդ պահերը ավելի կուժեղանա։ Երեխաները կարող են շատ տրտնջալ, բողոքել, այդպես, ուշադրության պակաս կան, ուզենան անընդհատ կպչել ձեզ։ Եվ ունենք նաև եւս էլի լարված միացում, արդեն երեկոյան է, այդքան այդ մասին հետո կխոսեմ։ Ցերեկը ունենք շատ լավ միացումներ, մեկը ունենք միացում ժամը արդեն գիշերը, իհարկե այսօր գիշեր ամսի 9-ի գիշեր լույս 10, առավոտյան շուտ ժամը 6:30-ից մինչև 12:30 րոպե։ Շատ լավ միացում է, կարող եք յուրաքանչյուր գործերն անել այդ ընթացքում։ Այստեղ մի փոքր Վեներայի հետ է կապված, պետք է ֆինանսական այդքան էլ, ինչ որ գործարքներ պետք չի անել, բայց աշխատանքի հետ կապված, սկսել որից է նոր գործունեություն, սկսել որից է բիզնես, նմանատիպ պահերը կարող եք կարգի բերել ձեր աշխատանքը, աշխատանքի վայրը, ինչ որ նախագծեր գծել, նախագծերի մեկնարկներ սկսել, բանակցություններ վարել, կարևոր եւ անհետաձգելի գործերով զբաղվել, դրանք ավարտել նաեւ։ Գործերը մի խոսքով կարգի բերեք։ Ֆինանսական խնդիրները կարող եք լուծել, բայց այստեղ կարող են նաեւ մի փոքր խնդիրներ առաջանան։ Եթե պարտքեք, ապա ամբողջությամբ գումարը մի տվեք, որովհետեւ հետո կարող է ձեզ մոտ առաջանալ ֆինանսական խնդիրներ։ Բայց այսպես թե այնպես, կարող է խնդիրը կա, գումարի խնդիրը կա եւ պետք է փնտրեք ոնց որ գումարը, որպեսզի վճարում կատարեք, որովհետեւ ոնց որ հստակ կա վճար, որը պետք է կատարվի։ Թեկուզ բանկերում, թեկուզ ինչ որ միտեղ։ Վերանորոգում կարող եք սկսել այդ միացմամբ, կարող եք այստեղ գումարի հետ կապված ոչինչ չկա, շինարարություն կարող եք սկսել։ Նաեւ այցելեք ծնողներին, տարեց մարդկանց, եթե անհրաժեշտություն է, ապա այցելեք նաեւ ծերատներ, նման տեղեր։ Նաեւ այստեղ կարող եք ծառ տնկել, որը երկար տարիներ կարող է բարձրանալ, աճել։ Եվ տան սերունդների համար, հետագա սերունդների համար։ Շատ լավ ժամանակ է իհարկե հաշվապաների համար, ֆինանսիստների համար, հարկային պաշտոնյաների համար, դիսպեչերների համար, հիանալի ժամանակ է եւ այն մարդկանց համար, ովքեր որ սիրում են իրենց աշխատանքը եւ հստակ կենտրոնանում են, ամեն ինչը սիրում են ճիշտ դասավորված, ճիշտ արած։ Եվ այստեղ եւս լավ միացում ունենք, որը որ մարդկանց բերում է վարդագույն ակնոցներ, երազանքներ, զբաղվեք ստեղծագործությամբ, ամենակարևորը, ժամը առավոտյան 8-ից մինչև 14:00 կարող եք զբաղվել ստեղծագործական աշխատանքով, այցելել եկեղեցիներ, սուրբ վայրեր, մկրտվել, տան իրերը փոխել, ինչ որ սիրունացնել, թարմացնել, այդ ոնց ինչ որ մի բան կարող եք հորինել, ինչ որ մի բան սարքել տան հետ կապված։ Կարող եք ճանապարհորդել, նավով նաեւ կարող եք ճանապարհորդել եւ ջրային բուժումներ կատարելու համար եւս հիանալի է։ Այստեղ հարաբերությունները իրար հետ շատ լավ կլինեն այդ ժամանակահատվածում համենայն դեպս, որովհետև թեկուզ եթե ձեզ մոտենա, սիրո առաջարկություն անեն կամ ուղղակի ուզենա ծանոթանալ,
ձեր աչքին ամեն ինչը լավ կերևա, մի տեսակ ավելի այդ մարդը ավելի հետաքրքիր կլինի, իբրև ավելի հետաքրքիր բառերով կմոտենա ձեզ եւ այլն։ Տանը նույնպես, կարող եք ռոմանտիկ որևիցե պահեր ստեղծել, չնայած որ այդքան էլ ռոմանտիկայի ժամ չի, բայց կարող եք իրար հետ վեր գնալ ինչ-որ միտեղ։ Դե ավելի իդեալականացնեք ձեր զույգին, որ իմ զույգը շատ իդեալական է։ Եվ այստեղ եւս էլի լավ միացում ունենք, որը սկսվում է 15-30 րոպեից մինչև 21-30 րոպեն։ Դա եւս կարող եք ինչ-որ գործեր անել, լուծել, ավարտել։ Դա նաև դա այստեղ ինչ-որ փոխակերպում է, որ կարող եք ինչ-որ մի բանը լուծել, վերջացնել, վերջնակետ դնել դրան։ Ովքեր որ դասախոս են կամ ուսուցիչ, ուսուցչուհի են, ապա իրենց համար շատ լավ կլինի այդ ժամերին, եթե դասեր ունեք, ապա հիանալի կլինի, որ անցկացնեք, չնայած արդեն ավարտվում է, կարող տանն եք պարապում ինչ-որ մեկի հետ։ Կամ այնպիսի տեղում եք, որ ժամային գոտին արդեն տարբերվում է։ Ընդհանուր մաքրում կարող եք անել, սկսել դիետա, առողջության հետ կապված ոչ ընթացակարգեր կարող եք անել, ինտուիցիան ավելի լավ կաշխատի, հատկապես երեկոյան, եթե ինչ-որ մի բան ֆիքսեք ձեզ համար, անպայման գրեք, գրի առեք, հետո որ ձեզ հարկավոր կլինի, հիշել, որտեվ ինչ-որ մի նոր մի գաղափար կգա ձեզ մոտ։ Եվ յուրաքանչյուր խնդրի լուծումը ավելի արագ կգտնեք, քան մնացած ժամանակահատվածներում։ Եվ այստեղ նաև եթե ձեր երեխայի ինչ-որ մի հատվածում ցավում է, ապա դուք կարող եք ուղղակի ձեր ձեռքը դնել վրան եւ այդ ամենը կանցնի երեխայի մոտից, ավելի ցավը անմիջապես կթողնի։ Բայց այստեղ երեկոյան ժամին արդեն ունենք լարված միացում հենց Մերկուրիի հետ։ Իսկ սա ինչ է նշանակում, բոլորը տանն են, բոլորը նստած են, այսինքն ժամը 21:00-ից մինչև գիշերը 4-ը։ Այստեղ ովքեր շատ են սիրում խոսել, հատկապես խոսել պտպտ ամուսնու հետ կապված, չթողնել քնել, ապա այստեղ ամբողջությամբ ձեր օրն է, որովհետև չեք թողելու ձեր ամուսինը քնի, հետո կասեք վիճեցինք, այստեղ պետք է կարողանաք այդ դժգոհությունները, լարված պահերը, այն որ գալիս է ամուսինը միանգամից սկսում եք պտպտը, հատկապես եթե ում ամուսինը կմտնի տուն, օրինակ 9-ից հետո 10-ին վերջ, այդ ամուսինը մեղքը, որովհետև այստեղ կարող է նաև բնական է, կարող է հակառակը։ Կարող է տղամարդը տուն է մտնում եւ ամբողջ այդ մինչև գիշերվա կես այդ աշխատանքի վայրի հետ կապված այդ խնդիրների մասին է խոսում, քննադատում, քննարկում, այսպես ում մոտ որ դա արդեն ցերեկային ժամ են գնում, ոչ մի կարևոր փաստաթղթեր, ոչ մի գործուղում, ոչ մի պայմանագրի կնքում, ստորագրում նմանատիպ ոչինչ չի կարելի այդ ժամանակահատվածում։ Ոչ մի բանակցություններ վարել, հանդիպումներ, կոնֆերանսներ, հաշվետվություններ կարող անգամ սխալ անեք եւ հետո խոսեն ձեզ վրա։ Եվ կարող է նաև արագ ուտեք եւ սնունդը չկարողանաք ճիշտ ծամել, հետո արդեն ստամոքսի ցավ լինի, հատկապես գիշերը կարող գաք տուն, սոված լինեք եւ արագ ուտեք, բացարձակապես, գիշեր արդեն կզգաք, որ ձեր ստամոքսը բավականին սկսեց ցավել։ Եվ այստեղ եթե ուզում եք ոչինչ ինչ-որ դեղորայք գնեք կամ երեկոյան վատ եք զգում ձեզ, գնում եք արագ ոչինչ դեղատուն, դեղ գնելու, որ դա ձեզ վրա ազդի, միևնույնն է, դա ձեզ վրա չի ազդելու։ Պետք չի գնել, ավելի լավ է տան ընդհանուր այդ միջոցներով ինչ-որ մի բան անել, քան դեղորայքներով։ Դա ավելի շատ յուրաքանչյուր մարդ ձեզ կարող է գրգռել, նյարդի է ձեզ գրգռել, երեկոյան հատկապես չի ավելի լավ է հանգիստ մնաք։ Այս լարված միացումները ընդհանրապես Մերկուրիի հետ դա խոսքն է։ Եվ ինչքան ինքը լարված է, այնքան մարդը մեկը մյուսին սկսում է վիրավորել, մեկը մյուսի հետ սկսում է լարված վիճակ լինել։ Թղթերի հետ կապված ոչինչ չի կարելի գրել կամ կարող եթե դաս անեք, հատկապես եթե գիշերը օրինակ ծնունդ եք եւ գիշերը պետք է գաք տուն, երեխաները որոշում են դաս անեն, անհնարին այդ երեխան դաս կարողանա անել։ Դուք էլ կհիստերիկանաք, ոչինչ չի ստացվի, այդ երեխային կուղարկեք քնելու ու վերջ, առանց դասերը սովորելու, որտեղ այդ լարված վիճակը դասեր, փաստաթուղթ, խոսք, տեղեկատվություն, այդ ամեն ինչը դժվարանում է, բոլորի համար է դա,
բոլորի անխտիր։ Դրա համար եմ ես անպայման շեշտում այս լարված միացումները։ Ունենք օրվա ընթացքում 3 լարված միացում, 3 լավ միացում։ Ժամերը ասեցի, կարող եք ձեզ մոտ գրանցել, թե ինչ կարող եք այդ ժամանակահատվածում անել։ Եվ լուսինը գտնվում է աղեղնավոր նշանում, ընդհանրապես այստեղ առավոտյան է կարծես թե մտնում, ես ասում եմ լուսնայինի ժամանակ կարող եք դուք նայել, ուղղակի այդ չեմ հիշում, որ լուսնային օրն էր, 23-րդ լուսնային օրը, լուսնային օրվա այդ կապված ոչ մի ինչ-որ կարևոր բան չունեմ ձեզ ասելու, հատկապես երբ որ լուսինը գտնվում է աղեղնավոր նշանում, ուղղակի պետք չի խոստանալ ավելին է, քան կարող եք անել։ Ուշադիր եղեք, որ չվնասեք ձեզ, որովհետև վերքերը կարող են սուր լինել, ծակող կտրող առարկաներից կարող է լինել, ովքեր որ սիրում են լեռներ բարձրանալ, հատկապես այնտեղ ծմերը, ձյունը եւ կարող է սուր բաներ լինեն, որոնք որ այդպես վնասեն ձեզ։ Եվ պետք է ուշադրություն դարձնեք այդ ժամանակ լյարդին, երիկամների, ստամոքսի հետ կապված, իհարկե արդեն ասացի, երեկոյան կարող եք արագ ուտել եւ կամ գիշերը արդեն վատ զգաք, ստամոքսը այնքան ծանրանա, կամ հաջորդ օրը կարող է նաեւ ամբողջ օրը վազեք այն կողմ, չկարողանաք հանգիստ աշխատել։ Եվ քանի որ գույներն էլ եմ ասում, աղեղնավորի ժամանակ նաեւ ուզում եմ գույները անպայման նշել, որպեսզի դուք հասկանաք։ Ուրեմն աղեղնավորի ամենալավ գույնը դա կարմիրն է, այնպես որ կարմիր յուրաքանչյուր բան կարող եք ուտել այդ օրը կամ կրել կարմիր։ Արյան շրջանառության համար է շատ լավ, եւս ինչպես որ խոյրի ժամանակ է, կարող եք ուտել այդ ժամանակ, այդ օրերին, երբ որ աղեղնավորի մեջ է մտնում։ Երակների համար է շատ լավ։ Եթե նաև խցանումներ են, այդ ժամանակ եւս կարող եք ուտել, ինքը ավելի կբացի։ Դե միայն տրոմբի ժամանակ է, որ մի փոքր վտանգավոր է, երբ որ արյունը սկսում է արագ աշխատել։ Կարող եք մերսել ձեզ, գնալ մերսման սրահ, եւս շատ լավ է։ Կարմիր մրգեր, բանջարեղեն, կարող եք շատ ուտել։ Ամսի 10-ը, չէ, կիրակի օր չի ընկնում։ Համենայն դեպս շատ լավ է նաև կարմիր հագուստ կրեք, ինչ որ մի բան ձեր վրա կարմիր թող լինի, եւս էլի ձեզ հաջողություն կբերի։ Բայց ովքեր որ ակտիվ են բավականին շատ, կարմիրը ձեզ համար կլինի ավելցուկ։ Դրա համար պետք չի կրել։ Եթե դուք ձեզ գիտեք, որ էներգիայով լի եք կամ դե մարդ ինքն իրան գիտի, թե ինքը ինչպեսին է, ապա մոռացեք կարմիրի մասին այդ օրը։ Այսքանը իսկ իր հակադիր գույներն են արդեն դեղինը եւ կապույտը, որը որ պետք չի կրել։ Դե եթե արյան շրջանառության հետ կապված շատ է արագ շրջանառվում, դուք գիտեք որ ջրիկ է, ապա կարող եք օգտագործել, բայց ում մոտ որ շրջանառությունը այդքան լավ չի ընթանում եւ խցանում է առաջանում, ոնց որ ավելի խիտ է եւ խցանում կարող է առաջանալ, ապա ուղղակի կարմիր պետք է օգտագործեք, կարմիր կրեք կամ եւ այլն։ Նաեւ ասեմ, որ երակների ցավ կարող է լինել այն մարդկանց մոտ, ովքեր որ խնդիրներ ունեն։ Եվ պետք է հիշեք, որ մշտապես աղեղնավորի օրերին կարող են երակները ցավել, պետք է ինչ-որ չափով մերսում կատարել, որպեսզի կանխեք ինչ-որ չափով խցանումները։ Այսքանը, սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում, բավականին երկար խոսեցի, լավ օր եմ ձեզ բոլորիդ մաղթում։